կրվողներին ոչ մեկն է բանի տեղ չի դնում, սաղ ընկել են իրանց, ոնց ասում է, ալաֆի հետևից։ Ինչ եք ակնկալում եք ավելի պատվաբեր ընդունելություն։ Պատվաբեր առաջերտին տոր զոհվածների ընտանիքներին տիրություն անեն, կրվող ազատամարտիկներին հարգեն, հարգանք չունեն, ոչ մի 55 տարի աշխատանքային ստաժ ունեն, ոչ մի ապրելու հնարավորություն չկա։ Այդքան աշխատել եմ, որ այսօր կռվել եմ այդքան։ Մեծ հայկի ջոգատից եմ եղել։ Հիմա ինչ։ Տրանսպորտն էլ սկի չի կարողանում վերև բարձրանա, ինչ-որ մի քանի հոգու։ Անգամ պահակի գործ չեն տալիս։ Իրաց տված թոշակով ինչ պետք է ապրես։ Ազատամարտիկների վերջին ձերբակալությունները ինչպես է գնահատում։ Սադրանք էդի ազատամարտիկների բան չէր էդի, իրանց էդի շինծու էր։ Ինչ-որ բան ունեին էլ, ինչ-որ երկու կնակ ազատանեն, մանավանդ էդ Վահան Շիշխանյանին։ Ես չեմ կարծում ինքան ես մարդեր, որ էդեց բաներին չեր էդա սադրանք։ Էդի ավսուրդ է։ Էդ իրանք է գիտեն։ Իրանց բաներ, որ այդ հավաքների ժամանակ այդ ազատամարտիկներին ծր էին։ Մանավանդ են Վալեջային էլ նույն բանի սադրանքների մեջ կծին, կալանավորեցին, որ ազատամարտիկներին ոտքի չանեն, էդ է։ Իսկ ձեր կարծիքով այսօր ինչ պիտի անեն ազատամարտիկները դրա հետ կապված։ Պետք է ելեն պայքարեն, որ արդարությունը վերականգնեն այդ Վալեջային հանեն դուս, պարզաբանեն Շիշխանյանի այդ ձերբակալումը տենեն չեն տալի, նյութեր չեն տալի։ Այսինքն կարծում եք, որ դա ի սկզբանե շինծու սարքված էր ազատամարտիկների հենց դեմ։ Այո, ազատամարտիկների դեմ, հանելու որ ցույցերին չմասնակցեն, էդ է։